Այն ինչ նկարագրում եք շատ բանական է, եթե կոմունիկացիաների ընդհանուր ապաշրջապակման մասին ենք խոսում, բայց միայն մենք ենք շահագրգռված, թե հիմնականում գիտեք մենք ենք շահագրգռված, Ադրբեջանն է շահագրգռված, Ադրբեջանը շահագրգռված է ուղիղ կապ ունենա, ուղիղ կապ ունենա, իհարկե կապ ունենա, վերակապը Նախիջևանի հետ ուզում է հաստատել, չէ, առանց դրան կապը չունի Հայաստանի, ուղղակի կապը չունի Նախիջևանի հետ, պարսիկների միջոցով ունի Պարսկաստանի, բայց նրանք էլ անցնում են նույն անցակետներով, նույն մաքսակետերով, ամեն ինչով Պարսկաստանի միջով, եթե հետո մյուս կողմից Ալիևը հայտարարում է պարսկական Ադրբեջանը մեր երկիրն է, մենք կամիանան մեզ, այսպես թշնամություն է առաջացնում պարսից իշխանությունների հետ։ Պաշտպանության նախարարը այսօր մեկնել է Թեհրան, հասկանալի է, Թեհրանի շուրջ շատ լարված իրադրություն է։ Թրիպը փակում է Իրանի ճանապարհը Հայաստան։ Ոչ, Թրիպը բոլորովին չի փակում Իրանի ճանապարհը Հայաստանը, նույնն է մնում ինչ որ կար Հայաստանը ճանապարհը Իրանի հետ մի բան էլ լավացնում է։ Եթե մենք հատ Երևանից դեպի Ջուլֆա գնացող Նախիջևանով ասնող ճանապարհը բացենք, Երևանից դեպի Պարսկաստան, եթե Պարսից ուղղակի կապ կունենանք, պարսիկներն էլ Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա ուղղակի կապ կունենան։ Դա օգնում է երկուսին։ Դրանց ինձ թվում է ստեղ նրանք որ համաձայն են, բայց իմ կարծիքով իրականության մեջ համաձայն չեն, առաջին Ռուսաստանն է, որ չի ուզում որ ուրիշ մեկը ստեղից գողություն կայացնի, ղեկավարի կառավար ճանապարհները եւ Թրիպը որոշ չափով աշխատելու է, որ այդ ճանապարհը իրենք են կառուցելու, իրենք են կամ վերականգնելու, նրանք պիտի վերահսկեն դրա ճանապարհը։ Ռուսաստանին ձեռնտու չի դա, քանի որ իրան որոշ չափով կտրված կհամարի այս շրջանից։ Չնայած իր առևտրական տեսակետից Իրան էլ կարող է օգտակար լինի։ Մյուս կողմից էլ Վրաստանը կարող է շատ համաձայն չլինել, քանի որ ինքը մեծ շահեր ունի տրանզիտ երկաթուղիներից անցնելուց իր երկրի վրայով, եւ դա պիտի ձեռքից տա։ Ձեզ չի զարմացնում, որ հիմա չնայած Վրաստանով վրացական երկաթգծով Ադրբեջանից բեռները մտնում են Հայաստան։ Ինչու նույնը չի կարելի անել ավտոմոբիլային ճանապարհ։ Կարելի է անել։ Ավտոմոբիլային ճանապարհը կարելի է անել, բայց ավտոմոբիլային ճանապարհը մարդու գործոնն է, անհատի գործոնն է ստեղում աշխատում։ Անհատ ադրբեջանցին այսօր չի ցանկանա Հայաստանի տարածքով մեքենայով անցնել։ Անհատ հայաստանցին էլ չի ցանկանա Ադրբեջանի տարածքով մեքենայով անցնել առանց մեկ վերահսկողության գնացքի մեջս վերջապես ընդեղից կողություն կա, ճանապարհ կա, փակ դռներ կան, այլն կան։ Իսկ եթե ավտոյով ես գնում, արդեն տարբեր խնդիր առաջանում, պիտի հոգեբանորեն պատրաստ լինես այդ երկիրը մտնել դուրս գալու։ Գնացքը կարող է մտնել։ Գնացքը կարող է մտնել, գրտան փակ մի հատ տուփ է։ Այս կողմից մտնում եմ, ես կողմից դուրս է գալի, բայց ավտոյով դու իջնում ես, մտնում ես կաֆե ես ուզում մտնել, ուզում ես մի բան ուտես, մի բան խմես, արդեն տարբեր գործոն է։ Ես չգիտեմ ձեզ ասել եմ, թե չեն ժամանակ որ նոր էի գործի մտել Պարսկաստանում, ես Թեհրանում էի ապրում եւ ընկերներս հաճախ ավտոյով Թեհրանից դեպի Եվրոպա էին ճամփորդում կամ հակառակ գնում գալիս էին։ Թուրքիայի միջով անցնելուց պարսկական ավտոներին քարկոծում էին գյուղերում։ Քարկոծում էին պարզապես, ջարդում էին, ապակի էին ջարդում, էին անում եւ մարդիկ աշխատում են ինչքան կարելի է գյուղերի մեջով չանցնել, բանուկ ճանապարհներով չանցնել, ուրիշ ճանապարհներով գնալ, որպեսզի մարդկանց միջով չանցնեն։ Այսօրվա օրը դրանից 50 տարի հետո Թուրքիա ես մտնում, քեզի հրամցնում են համեցեք սուրճ խմեք, եկեք նստեք մեր կաֆեն, մեր ռեստորան, լավ ռեստորան է, եւ հյուրանոցները հայտարարում եկեք այստեղ մենք առաջնակարգ հյուրանոց ենք, ձեզ զեղչով տեղը։ Մարդիկ պատրաստ են այսօր արդեն համոզվել են, որ մարդկային գործոնն է այդտեղ։ Մենք դեռ դրան չենք հասել։ Դա կտևի մի 2 սերունդ, 50 տարի էլ կտևի մինչև ես կարծում եմ, որ հայաստանցին համարձակվի նստել իր ավտոն Նախիջևանի միջով գնալ, հասնել մինչև Ջուլֆա կամ մինչև Մեղրի։ Դա երկարատև հոգեբանական նախապատրաստության պետք ունի, հատկապես Ադրբեջանի տեսակետից կողմից, երբ որ Ադրբեջանը դասագրքերում նույնիսկ հակահայ ռոպագանդայի քարոզչությունը խայտարակ ծայրահեղությունների է հասցրել մինչև այսօր, ինչպես պիտի դրա առաջն առնվի։
Իրանին շատ է հետաքրքրում այս պահին Հայաստանով անցնող շինարարությունը եւ անգամ մասնակցում է իրան, դա հյուսիս-հարավի մասին է։ Հյուսիս-հարավը եւ թրիպը իրար չեն հակազդում։ Իրար չեն հակազդում, իրար լրացնում են։ Հյուսիս-հարավը թրիպը ուղղակի անցնում է Հայաստանի մեկ մասով, հետո ընդհանուր մեծ մասը գնում է Ադրբեջանով, հետո Նախիջևանով, հետո Բարսելոնայում մտնում նայեց երասխից մտնում Հայաստան, որտեղ սահմանակից շրջանով սահմանամերձով Վաշինգտոնը Թեհրանին պատերազմ է հայտարարել եւ կարող է իրանական շահերի դեմ գործողություններ անել։ Չկա այդպիսի հավանականություն։ Հավանականությունը կա, բայց չգիտենք մենք այսօր պարոն Թրամփը քնում է վաղաշնանում է հայտարարություններ անում, որ ոչ ոք պատրաստ չէր նման բան նույնիսկ լսելու եւ ոչինչ անսպասելի չի այսօրվա օրում ամեն ինչ հնարավոր է կատարվել բայց այն որ թրիպը եւ Պարսկաստանի Հայաստանի հյուսիս-հարավ ճանապարհը իրար լրացուցիչ են դրան խնդիր չկա խոսք չկա Թրիպի մոտավոր տեղանքը ձեզ հայտնի է որտեղ է այո եղած երկաթուղիից ինչպես որ կար Մեղրիի ճանապարհով երասխից Հայաստանի ճանապարհով երասխին զուգահեռ ճիշտ նույնն է ճանապարհը նույնիսկ տեղը կա որոշ շատ մասերում ռելսերը հանել են վաճառել են չէ որտեղից է Ադրբեջանով մտնելու Հայաստան Ադրբեջանով մտնում է Մեղրիը մտնում Նիովադիի կողմից այդ կողմից հետո այն կողմից Օրդուբադի ճանապարհով մոտով դուրս է գալի մտնում է Նախիջևան Խնդիրը մեկ ուրիշ խնդիր այսօր կա մենք այդքան խոսում ենք սրա մասին որ այդ ճանապարհը պիտի թրիպի ուղին պիտի կառուցվի եւ այլն բայց այդ ճանապարհը սարքելու համար երկու երկրի անցնող տեղերում միացող տեղերում պիտի սահման գծված լինի սահմանազատումը պիտի այդ մի քանի կիլոմետրը Պարսկաստանի սահմանից սկսեցինք Եթե հայտարարել եք եւ ողջավորված եք թրիպով, ապա ի՞նչն է խանգարում հիմա անել այդ։ Մեկ կտորը 5-10 կիլոմետր այնտեղ սահմանազատում արեք։ Չգիտեմ ի՞նչն է խանգարում։ Ես զարմանում եմ ոչինչ չի կատարում, քանի որ մինչև շատ չկատարվի, այդ սահմանի տեղը չգծվի որտեղ է, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Նախիջևանը չեն կարող անցակետ եւ մաքսակետ կառուցել։ Քանի որ այդ գիծը պետք է լինի մեկը Մյուս կողմում մեկ կողմում կառուցի, մյուս կողմում կառուցի նույն շինությունները։ Բայց դա հիմնական գիծ առաջին քայլն է այդ ճանապարհին գնացող։ Սահմանազատումը պետք է տեղից ամեն ինչը թողնել գնալ այդ 5-10 կիլոմետր անել, հետո վերադառնալ մյուսներին։ Էլի ձեր խոսքն է, Տավուշում սահմանազատումը շարունակելը ողջամիտ է։ Այո։ Հենց դա նկատում նույնն է ողջամիտ այնտեղ այստեղ առաջի երթին հիմա երբ որ թրիպը այն ժամանակ ես խոսել եմ թրիպը գոյություն չուներ հիմա որ թրիպը կա ես առաջարկում եմ այս 5-10 կիլոմետրը առաջնահերթը սա է հետո վերադառնանք Տավուշը առաջնահերթ է որովհետև մեր մայրուղին անցնում է Ադրբեջանի տարածքով մի քանի կիլոմետր դրանք պետք է այդ խնդիրը լուծվի տարածքների փոխանակում պետք է լինի Հայաստանը որոշ տարածքների ծավալները հայտնի է ով ինչ է փոխանակելու փոխանակումը 21 թվականից հետոյի մասին չենք խոսում չէ ընդհանրապես դրանից առաջ էլ գոյություն ուներ այդ ճանապարհի միջոցին բանը ինչպես որ գիտեք Գորիսից դեպի Կապան գնացող ճանապարհը 20 կիլոմետր մտնում է Ադրբեջանի տարածքով էր անցնում բայց շատ մարդիկ չգիտեն որ ճանապարհից 15 կիլոմետրը մայրուղին ինքը սահմանն է Այդ խնդիրները լուծելը ապագայի համար է։ Առայժմ ես մեկ տորը Պարսկաստանի սահմանի մոտ է թրիպի ուղու երկու ծայրամասերին որոշենք, գնանք Տավուշ այդ մի քանի կիլոմետրը, որ մի քանի երևի քառակուսի կիլոմետր տարածք մենք պիտի Ադրբեջանից վերցնենք, մի քանակ նույն չափով էլ տարածք իրեն տանք, որ փոխանակումը լինի, որ մեր մայրուղին գործի, նրանց համար էլ ճանապարհը հանգիստ լինի, Հետո նոր վերադառնանք մնացորդ մանրակերտներին, որ այդ գծերն են, որ ճանապարհը ինքը սահմանն է, դե ինչ ենք անելու։ Դա երկարատև բանակցությունների կարիք ունենա։ Երևի տասնյակ տարիներ, 20 տարի կարող է բանակցությունների կարիք ունենա։ Թրիպի ուղին չի կարող սպասել 20 տարի, մինչև վերջի կետը հասնենք այդտեղ դեպի Պարսկաստան։ Դուք հավատում եք, որ թրիպը կկառուցվի ժամանակ։ Ես կարծում եմ կկառուցվի, բայց երկարատև աշխատանք է պետք, որտեղ պետք է երկաթգծեր կառուցվեն, վերակառուցվեն, վերականգնվեն։
Եվ Հայաստանն էլ պետք է այդ Վանաձորից դեպի Իջևան երկաթուղագիծը անպայման կառուցի, մնացորդն էլ վերականգնի։